Ավելի շուտ տեսնում եմ հետևյալը։ Մեր բյուջեն, ասենք, ցանկացած մեկիս ընտանեկան բյուջեն պայմանական ասած 1 միլիոն դրամ է։ Մենք ո՞նց ենք մտածում, դրա 70% ծախսելն է ճիշտ, 30% խնայել, թե 100%-ն է ճիշտ։ Այսինքն այստեղ տնտեսագիտական վերլուծության խնդիր կա։ Ես չեմ ասում անալոգ երկրների։ Այսինքն մենք Վրաստանի հետ կարանք համեմատել, օրինակ իրաց ծախսերը իրաց հնարավոր տոկոսն են կազմում։ Ինքը չկա բացարձակ ճշմարտություն, բայց մեր համար կարա դա ուենշայնելի, ասենք, Միացյալ Նահանգների, Գերմանիայի, այն երկրների, որոնք ապացուցված այսօր ունեն շատ բարձր տնտեսական արժ եւ տնտեսության իրենց անցած ճանապարհը մեզ ուղենիշային կարող։ Մենք պետք է հասկանանք, այդ մարդիկ ոնց են արել, որ հասել են դրան։ Այս իմաստով որպես տնտեսագիտության ոսկե կանոն, ոնց ենք ասում 50%-ը չանցնենք բանի բյուջեի հետ կապված, որ հանգարց պարտքեր արտաքին պարտ բյուջեի հարաբերության մեջ խնդիր չառաջանա, ասում ենք 50%-ը չանցնենք, չէ՞։ Նույն կերպ ես մտածում եմ, որ ստեղ էլ կա մի կանոն, ոսկե կանոն, այսինքն մի թիվ, որը կամ 25-ն է, կամ 35-ը, էլի։ Ես ուզում եմ սա հասկանանք, թե չէ, ես չեմ վերցնում էլի պատերազմների այդ երևույթների հետ կապված, ոչ թե վերցնում արտակարգ իրավիճակներում, այլ եթե մենք ստաբիլ գտնենք զարգացման մեր խաղաղության պայմանագիրը, կարծում եմ, որ կգործի Աստծո կամքով սա ամեն ինչ նորմալ կլինի, եւ մենք պիտի մի օր նստենք որոշենք, ասենք ժողովուրդ, մեր հնան այսքան է, սա ինչքան է ծախսենք, որ ճիշտ լինի, միգուցե պետքա մի բան էլ ավել ծախսենք, կամ միգուցե պետքա արդեն գոտիներս ձգենք, սկսենք չծախսել։ Սրա մասին եմ ուզում ձեր կարծիք իմանալ, որովհետև սա տնտեսագիտական մեջ է։ Տեսեք, ես էլի վերադառնամ ընտանիքի իրավիճակին։ Նույնը պետության մեջ է։ Մեկ այլ իրավիճակ է, երբ որ այդ ընտանիքը ստիպված է, օրինակ, իր 1 միլիոն դրամի կեսը տալ, ենթադրենք, որևէ պահակային ծառայության, որ իրենց տունը պաշտպանի։ Մեկ այլ իրավիճակ է, որ այդ ընտանիքը կարա այդ 1 միլիոն դրամի կեսը տա երեխայի կրթությանը։ Այսինքն, եթե այն մի դեպքում ստիպված է այդ մնացած 500,000-ից ինքը արդեն սնունդ, կոմունալներ եւ այլն վերջում ասենք մնա տակը 50,000 դրամ երեխայի կրթության փող, այդ 50,000 դրամի մեջ այդ երեխան պիտի չկրթվի կամ կրթվի այնքան ինչքան որ կարա։ Բայց երբ որ այդ հանելուց հետո այն 500,000-ը մնում է կամ այդ 500,000-ի մեծ մասը մնում է, արդեն այդ փողը կարա լինի ոչ թե 50,000, այլ 400,000։ Իսկ այդ 400,000 դրամի արդյունքում այսօր, այսինքն մեր երեխեքը այսօր ինչի են, երեկվա էլի գալիս ենք վարչապետի խոսակցությանը։ Ինչի են մեր երեխեքը դարձել հասուն մարդիկ, բայց աղքատ, որովհետև այդ երեխեքի կրթության վրա փող չի ծախսվել բավարար չափի։ Հիմա եթե այդ երեխայի կրթության վրա 50,000 դրամը մի տարում ծախսվե, այն կողքի երեխայի վրա 5 միլիոն դրամ, այն կողքի երեխան շատ ավելի հարուստ է լինելու։ Դա փաստ է։ Դա ոչ մեկ, այսինքն այդ բանը էլի ուրիշ տարբերակ չի կարող լինի։ Այդ եսիմ ինչ պետքա բոլոր կներեք այն 50,000 դրամ ստացած 50,000-ի կրթություն ստացած երեխայի կյանքում ինչպես պետք է բոլոր աստղերը տենց մի շարքով դասավորվեն, որ ինքը ունենա այդ հնարավորությունը։ Էսա մեր կորցած հնարավորությունը։ Հիմա այս իրավիճակային մասով ասեմ ձեզ, խաղաղության ամենամեծ քուտներից մեկը հենց այդ պետքա լինի, որ մենք վերջապես կարողանանք մարդկային կապիտալի վրա բավարար քանակի եւ պատշաճ գումար ծախսենք։ Որովհետեւ հիմա առողջապահության ապահովագրությունն ենք, չէ՞, 26 թվականից մտնելու է։ Ես վախենում եմ, թե մենք ինչ պատկեր կարանք պարզենք, որովհետեւ եթե մարդը 40 տարի չի գնացել բժշկի, առաջի անգամ գնա բժշկի եւ ինչ ահասարսուր պատկեր մենք կարանք ունենանք, սա խնդրեմ է։ Սա խնդրեմ է, բայց միտի ինչ որ մի օր այդ գիծը քաշենք ու ասենք, չէ, մենք մեր երեխաների, մեր հասուն մարդկանց, մեր ծերերի առողջության, կրթության եւ այլ այս ամեն ինչի վրա պիտի փող ծախսենք, որովհետեւ հարստանալու համար պետքա եւ զարգանալու համար պետքա լինի կրթություն եւ պետքա մարդը լինի առողջ։ Այս առումով մեր համար երկարաժամկետում մեծ հեռանկարներ է բացվում։